Հայաստանի ու Ադրբեջանի հանրային հատվածի փոխայցերի վերաբերյալ մի քանի նկատառում շահագրգիռ, որովհետև ես համեմատելու բան ունեմ։ Մի քանի անգամ մասնակցել եմ նման շփումների Արցախում, Հայաստանում, եղել եմ Բաքու մեկնած առաջին խմբի կազմում։ Իմ տեսած ու նկարած հայկական եկեղեցու տեսքը 99 թվականին։ Մոտ ժամանակներս կպատմեմ։ Ես վերջին շփմանը սկսեցի հետևել, երբ բաքվեցիների կազմում հայտնաբերվեց Արցախի շրջափակման ցեղասպանության մասնակից կինը, ինչը անթաքույց լկտիություն էր, բայց թուրքերի դեպքում դա նորմալ է։ Նախ պրես ռելիզի մասին, որ նախապես էր տարածվել։ Առաջին կետում գրված է ակտիվացնել մեդիա կոնտակտները։ Ադրբեջանական մեդիայի 25+ տարվա դիտարկումներում ես հաշտություն բառիսկի հտառը չեմ տեսել։ Դուշման։ Ադրբեջանցիները մեր գոյության հետ չեն հաշտվում նախ հենց իրենց մեդիայի դրդմամբ։ Այսքան տարի ուղեղները լվացել են, միջի եղած չեղածը քշել տարել է։ Եթե հենց այսօր Ալիևից հակառակ ցուցում գա, տարիներ են պետք, որ այդ հակահայ մոլուցքը նվազի։ Բայց լավ, ենթադրենք կոնտակտ արեցին։ Համեկը ու Աստևեն չեմ կասկածում, որ լեզու կգտնեն։ Հաշտության, բարեկամության ռեպորտաժներ պետք է սարքել, կսարքեն։ Չնայած ահագին վաղտե այդ լեզուն գտել են։ Բայց պատերազմներում ընտանիքի անդամ զավակ կորցրած հազարավոր ընտանիքներ կան երկու կողմից էլ, թուրքերի կողմից շատ ավելի։ Այդ ռեպորտաժներից նրանք իրար ներելու են, թե ավելի լավ էր մի անգամ հանդիպեին։ Պետական TV-ներից անցնենք։ Մերոնք դեռ քչից շատից ազատ են։ Բաքվի տոտալ վերահսկվող մեդիա մարդկանց հետ ինչ խոսաս, որ ինչ անես։ Մեղա հերույզնից պատկերացրի, որ ասենք Ֆաթուլաևի հետ ինչ որ եզր ենք փնտրում, ինչ պիտի գտնենք։ Ինքը տենց թուրքերի լրջագույն մեդիա դեմք է, հակին ազնա, էլի։ Ես պիտի ասեմ Խոջալիի մասին մի անգամ ճիշտ բան ես ասել, տարել են բերդ։ Ընդեղից դաստիարակված դուրս եկար, ու այսքան տարի Ալիևին նաղալն ես քաշում։ Էդ չես, էդ չեք։ Մի հատ էլ մեղա, անցնեմ առաջ։ Բոլոր մեդիաները այնտեղ մի մարդուց են կախված, Ալիևից։ Այդ հարցում դուք չկաք, ինչ եք ուզում ռեսուրս վատնեք, մանավանդ որ փողը դեռ հայ հարկատուն է տալիս։ Ռելիզի երրորդ կետը ներդնել քաղաքասարակությանը տեղեկացնելու մեխանիզմներ։ Ախր վաղը իրար հասկանալու, առևտուր անելու, ամենավերջում միմյանց ներելու են կամ նորից կռվելու են հասարակ մարդիկ։ Ինչ քաղաքասարակություն։ Այն որ շուտ ուշ կապեր հաստատվելու են, հավերժ թշնամություն չի լինելու, մենք ձեզնից լավ գիտենք։ Իրական խաղաղության արժեքն էլ։ Ես ուշադիր եմ նայել մասնակիցների ասուլիսը, որ ռելիզից այն կողմ բան հասկանամ։ Կիսատության, թերասվածության նստված մնաց։ Ակնկալում էի պատկերացնել Բաքվի օդը, մթնոլորտը, բայց ասուլիսի մասնակիցները կաշկանդված էին։ Նրանք իրավունք չունեին գծված շրջանից դուրս գալու։ Մի միտք ասացին, որ երկուստեք փորձել են նրբանկատություն դրսևորել, խուսափել սուր եզրերից։ Ասենք արցախցիների վերադարձի թեմայից, որ թուրքերն էլ առաջ չտան արևմտյան Ադրբեջանի նարատիվը։ Բաքու մեկնած մարդկանց մեջ առնվազն 3 հոգի տեղյական միջազգային բանաձևումից, որ արևմտյան Ադրբեջանի հակակշիռը Բաքվի ուսումգայիթի ցեղասպանությունն է ու դրանից փրկվածների վերադարձը, այլ ոչ արցախցիներին իրանց բնորան։ Այս անդրադարձս ամբողջ գաղափարի նախաձեռնության մերժման մասին չի, չէ։ Իրենց խոսքից էլ հասկացվեց, որ պետությունների մատը խառն է, առանց դրա անհնար էր, ուրեմն եթե որոշում կայացնողների միտքը հաշտեցումն է, ցույց տվեք, ում հետ ենք հաշտվելու։ Ով չի ուզում հասկանա, թուրքը մնում է թուրք, աքսիոմից դուրս, ովքեր են այսօրվա ադրբեջանցիները, իրական ադրբեջանցիները։ Ամփոփելով իմ համոզմամբ այս նախաձեռնության արմատական բացթողումը ֆորմատն է։ Հանրության զգայուն շերտերի բացակայությունը ու իհարկե լրագրողների նորմալ իսկական, որոնք կարող են ցույց տալ, բացատրել, օգնել հասկանալ Ադրբեջանի անցուդարձը, որովհետև կրկնեմ, հաշտվողնել, կռվողնել հանրություններն են, հասարակ մարդիկ են։ Իմ միտքը կարող են կյանքի կոչել ոչ թե այսպիսի փոքր սպეციფიկ խմբերը, այլ երկու պետությունները։ Սահմանամերձ
գյուղերի բնակիչները պետք է հանդիպեն։ Ալիբեյլիի ու Այգեպարի փախստականները Բաքվից ու Ամասիայից։ Այն ծերունուն մորթող սպեցնազը Հադրութում խաղաղ բնակիչներին, մնացած բնակիչներին սպանողները Արցախի դատախազի հետ։ Թող ինչ մտածում են իրար երեսի ասեն, առանց նրբանկատության։ Կարող է թուրքերն էլ իրենց առաջարկը ունեն, թող անեն։ Այդ դեպքում կունենանք իրական պատկեր ու պատկերացում, թե ոնց շարժվենք առաջ։ Կամ ասենք հայրենազրկված արցախցիներից ոնց կարող է պատվիրակ չլինի այդ շփումներում, բայց թշնամությունը ինչի մասին է։ Մի խոսքով, թիրախային է պետք աշխատել, օգնել թողնել ԱԹՍ-ներին։ Գործող ձևաչափով սա պատմություն չի իրական խաղաղության ու հաշտեցման գնալու մասին։